Ձյունապատ սարեր, դժվար անցանելի ճանապարհներ ու անկոտրում համառություն, որով օժտված է իր եզերքին կառչած մեծ նումանուկը, թերևս սրանք են այն որակները, որ առաջին հերթին բնութագրում են վաղուհասն ու վաղուհասցիներին, ու նաև հիշողությունը, որն արդեն 24 տարի այս օրը բոլոր վաղուհասցիներին այստեղ է հավաքում խոնարհումի և մեծարանքի, և ինչու միայն վաղուհասցիներին, այսօր Խնկավանն առանձին համայնք է, իսկ 90-ականներին Վաղուհասն ու Խնկավանը միասին էին և կորուստներ տալիս, և պայքարելիս ու հաղթելիս, ազատամարտի տարիներին երկու գյուղերն էլ դժվար շրջան են ունեցել, 92-ի ամռանը հակահարձակման անցած հակառակորդին հաջողվեց գրավել նաև Վաղուհասն ու Խնկավանը։ Ժողովուրդը ստիպված նահանջել է, բայց չի հեռացել Արցախից։ 92-ի աշնանը Արցախի զինված ուժերը հակառակորդին կանգնեցրեցին և սկսեցին ետ մղել Վաղուհաս և շրջակա բնակավայրերի ազատագրումը 1993-ի փետրվարին էր, ռազմագործողությունը փետրվարի 11-ին սկսվեց։ Գյուղը ազատագրել ենք ամսի 12-ին, անմիջապես անցել ենք Խնկավանի համայնքի Խնկավան գյուղի ազատագրման ու նույն օրը երեկոյան ժամը 5-6-ի սահմաններում արդեն ազատագրված է եղել նաև Խնկավան գյուղը։ Վաղուհասցիները մեծ ակտիվություն ցուցաբերեցին եւ իրենց գործունեությամբ ողջ տարածաշրջանում ապացուցեցին, որ հնարավոր է փոքր ուժերով, բայց կատարեն մեծ աշխատանքներ։ Դա ծանր գնով են ապացուցել Վաղուհասն ու Խնկավանը։ Տարածաշրջանում ամենաշատ զոհերի քանակությամբ ունեցան վաղուհասցիները։ Սկզբում ինքնապաշտպանական ջոկատների, ապա նորաստեղծ բանակի կազմում մասնակցելով ազատամարտին գրեթե բոլոր ուղղություններում Վաղուհասն ու Խնկավանը 72 զոհ են ունեցել։ Պատերազմը ինքնին ծանր հարված էր գյուղերի համար, իսկ այդքան աշխատող կառուցող ձեռքի կորուստը շարունակում են գործնականում զգալ մինչև այսօր։ Մեծ դժվարությամբ կրկին ոտքի կանգնեցին Վաղուհասն ու Խնկավանը, և կորուստներն են միասին հիշում, և ձեռքբերումներով են միասին ուրախանում։ Այսօր մեր գյուղը շենանում է, ունենք ուրեմն դպրոցական 165 աշակերտ, որից 35 աշակերտ Խնկավան գյուղից ունենք։ 165-ից մեկն էլ Վալենտինան է, գյուղի հերոսական պատմությունը լավ գիտի, իսկ ապագայի համար ինքն էլ պատասխանատու է։ 24 տարի առաջ թուրք ոսոխից ազատագրվեց մեր գյուղը, և մենք այսօր հպարտ և բաց ճակատով ապրում ենք այս գեղեցիկ գյուղում։ Գյուղը ոտքի կանգնեցնելու գործին նաև արտասահմանում բնակվող վաղուհասցիներն են ձեռք զարկում։ Գյուղի եկեղեցին նրանց ջանքերով է կառուցվել, հենց այնտեղ է օրվա խորհրդին նվիրված պատարագը մատուցվել։ Օրվա առթիվ նաև պարգևատրումներ են եղել, Արցախի պաշտպանության նախարարի հրամանով շնորհակալագրեր, Արցախի ազատամարտիկների միության նախագահի հրամանով պատվոգրեր և դրամական պարգևներ են հանձնվել։ Սա մեր բոլորիս պայքարն է։ Պիտի սպասեք, որ վաղը կարող այսպես պայքար լինի։ Իրենք բոլորս պարտավոր ենք միանշանակ համախմբենք և համախմբված աշխատանք կատարենք։ Տոնական տրամադրությունն ապահովել են երաժշտական համարները, շնորհավորելու էր եկել «Մենք ենք մեր սարերը» համույթը, տոնական համերգին իրենց մասնակցություն են ունեցել նաև Վաղուհասի դպրոցականները։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։